ես կասեմ, որ նախորդ տարի հավաքագրվել է 2 տրիլիոն 390 միլիարդ դրամ հարկ, որը 5.1%-ով ավելին է, քան 23 թվականին հավաքագրված հարկերը, եւ դա պայմանավորված է 5.1% ավել հավաքագրված հարկերը պայմանավորված են բնականաբար 5.94% հնայի իրական աճով։ Հարկեր հնա հարաբերակցությունը հասանելի է համացանցում այնքանով, ինչքանով ձեզ եւ ինձ, բայց եթե դուք զլանում եք մտնել եւ այդ թիվը կարդալ, ես կարող եմ նշել, որ 23.6% է։ Այ ամբողջ խնդիրն է, որ հարկեր հնա հարաբերակցությունը պակասել է թե նվազել է, այդ հարցի պատասխանը թերևս նորից ինձ չպետք է ուղղեք, որովհետեւ հարկեր հնա հարաբերակցության պատասխանից որ գնահատական եք դնում, ես ուզում ձեր ոգևորությունը տարբեր հարցերի պատասխանելուց մի քիչ սառը ջուր լսնեմ ձեր ոգևորվածության վրա, այդ որ ասում եք այսքան տնտեսական աճ է, փուչիկ է մի մասը, եթե հարկեր հնա հարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակով, ուրեմն ձեր ասածները փուչիկը, ուրեմն փուչիկի մասին մի խոսացեք։ Ես քանի որ հասկանում եմ շատ բաներ կան փուչիկներ, այդ շատ բաներ կան փուչիկներ, այդ շատ ելույթներում, բայց 5.9% հնայի աճը դա փաստ է, ես ցավում եմ, որ դուք անգամ տեղեկություն չունեք նրա մասին, որ ոսկու վերաարտահանումը 0-ին մոտ ազդեցություն ունի իրականում հնայի աճի մեջ եւ ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մինիմալ գիտելիքները չեք տիրապետում։ Լավ, հարգելի գործընկերներ, եկեք բան անենք, փորձենք մասնագիտական բանի մեջ մնալ։ Պարոն Աղազյան, հարկեր հնա հարաբերակցությունը կարա նվազի, ու դա վկայ ոչ թե տնտեսության վատ վիճակի մասին, այլ տնտեսության աճի կառուցվածքի մասին, որովհետեւ կարող է հարկունակ ոլորտները կոմոդ չաճեն, ուրիշ ոլորտներ աճեն։ Ինչ վերաբերում է ոսկուն, այդ մասին էլի խոսել ենք, որ այդ վերարտահանումը մեր հնայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն չի ունեցել։ Եթե պարոն Հակոբյանն այստեղ ավելի լավ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ եք, նախագահ եք։ Մենք ծրագիր ունենք, որ հարկեր հնա հարաբերակցությունը 26 թվականին պետք է հասնենք այդ ինչ-որ տոկոսի, 25%-ը այդքան տոկոս։ Հասնում ենք, թե չենք հասնում։ Պարոն Աղազյան, իմ կարծիքով դինամիկան, որը կա նորմալ է, բայց այդ ինչը որ գրվում է, դա կանխատեսում է, որը հնարավոր է որոշակի շեղումներ ունենա։ Այսինքն ընթացքում, եթե մի քիչ ավելի լավ է դու տնտեսությունը չճնշես, ավելի խիստ վարչարարություն կիրառես ու սահմանափակես մարդկանց աշխատելու հնարավորությունը, եթե դա է պահանջում իրականությունը, քան ինչ-որ ցուցանիշ ամեն գնով ապրելու համար հարկային ռեկետի գնանք ու բան անենք։ Խնդրեմ։ Ասած պարոն Աղազյան, թույլ տվեք ես մի քանի բան մեկնաբանեմ, ինձ թվում է պատկերը պարզ կլինի։ Ես իմ խոսքում հատուկ նշեցի, այս process-ի տարանջատել ներքին տնտեսությունը ներմուծումից։ Եվ ասացի, որ 14%-անոց աճ ունենք, եթե տնտեսության հարկերն ենք նայում։ Եվ հիմնական խնդիրը ներմուծումից էր գալի, որը օբյեկտիվ էր։ Այսինքն իրականում, եթե այդ տեսանկյունից նայենք, մենք նույնիսկ առաջանցիկ ենք տնտեսությունից հավաքագրել հարկերը։ Հիմա եթե գանք տարբեր գործոններին, թե ինչ է տեղի ունեցել։ Նվազումը ֆիքսվեց, պարոն նախարարն դրա մասին ասեց։ Եվ դուք չի կատարվել արտահայտություն օգտագործեցիք, որը կարծում եմ մասնագիտորեն տեղին չի, ասեմ ինչի, որտեվ չէ, տեսեք, կատարում թերակատարումը կարծում այդքան ճիշտ տերմին չի, բացատրեմ ինչու, որտեվ պարոն Թույանն էլ նշեց, մենք խոսում ենք կանխատեսման մասին։ Երբ որ 2024 թվականի բյուջեն ընդունվել է, այդ ժամանակվա իրողություններով, սպասումներով եւ գործոններով կանխատեսումներ են իրականացվել, այդ կանխատեսումը դրվել է բյուջեի հիմքում։ Հետո ժամանակի ընթացքում տարվա մեջ երկու անգամ միջնարամկետ ծախսերի ծրագրի ժամանակ, հետո մյուս տարվա բյուջեի ժամանակ այդ կանխատեսումները ճշգրտվել են դեպի ներքև, բացատրելով թե ինչու է դա այդպես տեղի ունեցել։
որտեղ այն տնտեսական սպասումները, որոնք որ կային այն ժամանակվա իրողությունները, որոշակի դեպի ներքև ռիսկեր են ունեցել ու այդ ռիսկերը տեղի ունեցել։ Ընդ որում, այստեղ կարևոր հանգամանքը նա է, որ կառավարությունը թափանցիկ ձևով բյուջեի ուղերձում դրա մասին գրում է։ Ես նույնիսկ կարող եմ այս քննարկումից հետո այդ տեղերն ցույց տալ, դուք տեսնեք, թե այդ ռիսկերը ոնց են բաց նկարագրվում եւ հետո մեկնաբանվում, որ դրանք տեղի ունեցան։ Հիմա հարկեր հնայի տեսանկյունից բացի իմ նշած գործոնից կա նաեւ հետեւյալը։ Կան օրինակ ոլորտներ, որոնց հարկը գոյանում է ավելի ուշ, չնայած իրանք այդ տվյալ տարի օրինակ ասենք ակտիվությանը մեծ նպաստ են բերում։ Օրինակ վառ օրինակ է բանկային համակարգը։ Հիմա բանկերը բավական մեծ աճ են ունեցել 2024 թվականին, բայց իր հարկը չի եղել ինչու, որովհետև ավելացած արժեքի հարկից ազատված ոլորտ է եւ շահութ հարկը վճարվելու է այս տարի, հիմա մենք այդ էֆեկտը տենալու ենք այս տարի։ Կամ շինարարությունը ցիկլ ունի, այսինքն ինքը 3 տարի հետո է հիմնական իր հարկը ըստ էության վճարում։ Եվ այդ տեսանկյունից նույնը շինարարությունը էլի այս տարի։ Այսինքն նաեւ կա հնայի գեներացման եւ հարկի գեներացման միջեւ խզում, որը բնականon է։ Եվ այդ տեսանկյունից անհանգստանալու բան չկա։ Դրա համար ես ասացի, որ ճիշտ կլինի հարկահավաքման գործառույթը ոչ թե մենակ հարկեր հնայով նայենք, այլ մի քանի բաներ մեջ բերեցի։ Ստվերի նվազումը ինչպես է եղել, ստուգումներ ինչ արդյունքներ են ունեցել, ծախսահարցությունություն։ Պարտք ենք վերցնում, անհանգստանալու բան չկա, բարձր տոկոսով պարտք ենք, չանհանգստանանք։ Եվ ասում ենք 250 միլիոն դոլար կորցրել ենք, չանհանգստանանք։ Չէ, պարտքը դրա համար չի, պարտքը ըստ էության պլանավորված էր։ Այսինքն պլանավորված չափով վերցված պարտք է դա։ Այդտեղ որևէ նորություն չկա, պարոն Աղազյան, բայց ես այդ դաշտ չեմ մտնի, որովհետև մեր գործառույթներից Պարոն Աղազյան, պարտք միշտ ենք վերցնում, այդ այսինքն ամեն տարի երբ որ բյուջեն դեֆիցիտով է, մենք պիտի պարտք վերցնենք։ Չկա տենց երկիր համարյա, որ դեֆիցիտով չի, որտեղ տենց ավելի ճիշտ է։ Եկեք վերջին հարցն է պարոն Ղարամանյանն էր ոնց որ ուզում տար, չէ, պարոն Սուրյան, դուք ունեք։